Առողջությունը մարդու կյանքում ամենակարևոր արժեքներից մեկն է, հատկապես մեր բարձրալեռ շրջաններում, որտեղ ձմեռը երկարատև ու սաստիկ է, ցուրտ եղանակը, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները և խոնավությունը նպաստում են տարբեր հիվանդությունների տարածմանը։ Есть определенный список, кто в первую очередь должен вакцинироваться, но это не означает, что все остальное население не должно приходить и получать эту вакцину. В первую очередь это, естественно, медицинский персонал, который больше общается, это беременные, люди старше 60 лет, люди с хроническими заболеваниями, сахарный диабет, кто на диализе, это дети от 6 месяцев и старше. Практически получается все, так что ограничений нет. Вакцинация абсолютно бесплатная. Еще раз рекомендую наше население. Лучшая профилактика от любого заболевания, от вирусного, это вакцинация. Поэтому приходите, вакцинируйтесь, не болейте. Любое заболевание оставляет определенный след в нашем организме. Поэтому, чтобы сохранить свое здоровье, здоровье своей семьи, своих окружающих, я призываю вакцинироваться. Ձմռան ամիսների զգալիորեն աճում է գրիփային և սուր շնչառական հիվանդություններով վարակվածների թիվը, ինչպես նաև գրանցվում են այլ առողջական խնդիրներ։ Շատ դեպքերում մարդիկ հանդեսում են առաջին ախտանշանները, հետաձգելով բժշկին դիմելը, ինչը կարող է հանգեցնել բարդությունների։ Ես հələ չեմ տեսել վերջին տեսել էի, բայց չեմ տեսել, ինչ գարի բանգել եմ, բայց Հայմիա չեմ ընկել, ասված չնորեն եմ, բայց ինչ անենք, հանգավորը սորնակ գարի բանգել եմ, տունն եմ բուժվի, ինչն եմ, տունը, տանով եմ մանեղը, էլի անցեր, տանով եմ անցեր ծավը, բայց ենք մարդկա մեկ շում ծանդր գտանը, բերիշկի գդիմ է, ինչ, ամեն բանը, ամեն ձևի կա, ինչ եմ, մարդը մեկ շում իրեն աշը, չմննա, այդիգի հարցը։ Պատվաստումները, ճիշտ ասած, այս վիրուսներու հետ կապված վաբշե դե պատվաստումները ես ընդհանրապես ուշադիր եմ եղել երեխեքից ծնվելու օրվանն ետքը ես միշտ պլանային պատվաստումներուն տարել եմ, դեմ չեմ պատվաստումներուն, եթե գիտնականները մտածել են, ստեղծել են, կառավարությունը որոշել է որ պիտի ելնա, ուրեմն հարկ է, հարկավոր է, պետք է ելնալ պաշտպանվելու համար, որ կրնանանք վիրուսին դիմակայենք։ Վիրուսը սենք обычно ինչպես որոշ չափով տեղյակ այդ սֆերային դժվար կտանին եւ վտանգավոր է քրոնիկ հիվանդություն ունեցողներուն համար։ Նա իտակ իրենց օրգանիզմը թույլ է, իմունային համակարգը թույլ է, վիրուսնա տեղ կգտնի, նայած դու ինչ կազդե։ Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է ժամանակին դիմել բժշկի, հետևել նրա ցուցումներին եւ անհրաժեշտության դեպքում պատվաստվել։ Առողջության նկատմամբ հոգատար վերաբերմունքը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, քանի որ միայն առողջ մարդն է կարող լիարժեք ապրել եւ հաղթահարել մեր շրջանի կլիմայական դժվարությունները։